ինչպես եք պատկերացնում ընդդիմության, հավաքական ընդդիմության հաղթանակը այս քաղաքական պրոցեսների իրավիճակում, եթե իշխանությունները այսպես աննահանջ են իրենց թեզերում։ Ես կարծում եմ, որ Հայաստանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մենք ստանդարտ ընտրությունների չենք գնալու, որը որոշելու է, թե որ կուսակցությունն է գալու իշխանության կամ որ կուսակցությունը քանի ձայն է հավաքելու, մենք պետք է հասկանանք, որ այս ընտրություններով որոշվում է, թե մենք շարունակելու ենք մնալ անկախ պետություն, թե վերածվելու ենք Արևմտյան Ադրբեջանի կամ Ադրբեջանի վասալային պետության, որովհետև Նիկոլ Փաշինյանի վարած 5 տարվա քաղաքականությունը ամբողջը տանում է նրան, որ մենք վերածվում ենք Ադրբեջանի քաղաքական ծրագրեր իրագործող պետության, ես շատ հաճախ մեր իշխանությանը համարում եմ կոլաբորացիոնիստական իշխանության, որը կատարում է թշնամու հրահանգները զբաղեցնելով դե յուրե իշխանության ֆունկցիաները Հայաստանում, որովհետև եթե մենք փորձենք հիշել, թե 5 տարվա ընթացքում ինչ պահանջներ է դրել Ադրբեջանը Հայաստանի առաջ, այդ պահանջներից քանիսն է կատարել Հայաստանը, կտեսնենք, որ ոչ մի պահանջ ըստ էության չի մերժվել, անգամ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի պահանջը, որը այսօրվա դրությամբ փորձում են փաթեթավորել որպես թրիփ ճանապարհ, որը ինքնիշխանություն չենք զիջել, անգամ ամրագրում կա պայմանագրում տոկոսային հարաբերություն 74-26 եւ ասում են այնտեղ ամենևին խոսքը չի գնում ինքնիշխանությունը զիջելու մասին, այլ վարձակալությամբ հանձնվում է արտապատվիրակումը։ Իրականում դա նույն միջանցքն է, որովհետև սևը սպիտակի վրա գրված է, որ անխոչնդոտ կապ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև, որը նշանակում է, որ Հայաստանը չի կարող իր ճանապարհային վերահսկողությունը ամբողջովին իրականացնի, որովհետև ասենք մենք Վրաստանի հետ, Իրանի հետ չունենք անխոչնդոտ ճանապարհ, մենակ Ադրբեջանի հետ է, որը նշանակում է, որ առանձին ֆունկցիա է կատարում դա։ Ու ես գտնում եմ, որ եթե մենք չենք փոխում իշխանությունը 5 տարիների ընթացքում, ապա հաջորդ պահանջը լինելու այն, որ Հայաստան վերադառնալու է այսպես կոչված ճակերտավոր վերադառնալու է 200-300 հազար ադրբեջանցի, ու այդ նշանակում է, որ 5-10 տարի հետո մեր պարլամենտում լինելու է ադրբեջանական ֆրակցիա ադրբեջանցի պատգամավորներով, որոնք պաշտպանելու են Հայաստանում ադրբեջանական բնակչության շահերը, իսկ մի 15-20 տարի հետո ադրբեջանական բնակչության դեմոգրաֆիկ աճի տենդենսները հաշվի առնելով, ես համոզված եմ, որ ադրբեջանական բնակչությունը 200-300 հազար բնակչությունից վերածվելու է 1 միլիոն բնակչության, ու օրակալով, որ մեզ ասելու են, սա մեր պատմական հողերն է, գնացեք մեր պատմական հողերից, իսկ եթե չգնաց, Սումգայիթի ու Բաքվի նման ջարդեր են կազմակերպելու մեր երկրում, մեր հողերում։